Դեկտեմբերի 26-ին երկուշաբթի օրը, երբ Էմիլը կաթխուլտում մեծ ավերածություն կատարեց, իսկ հրամանատարուհին ընկավ գայլափոսը։ Ավաղ դեկտեմբերը գալիս է միայն մռայլ անձրևոտ աշնանից հետո։ Աշունն ամենուրեք տխուր է, կաթխուլտում նույնպես։ Անձրևն ասես դույլերով էր թափվում, բայց միևնույն է, ամեն օր Ալֆրեդը գոմից հանում էր եզներն ու նորից վարում քարքարոտ արտը։ Իսկ նրա հետևից ակոսների միջով վազում էր Էմիլը։ Նա օգնում էր Ալֆրեդին եզների վրա բղավելով, որոնք շատ դանդաղաշարժ էին, համառ եւ բացարձակապես ցանկություն չունեին գութանը քաշելու։ Բարեբախտաբար շուտ էր մտնում, իսկ Ալֆրեդը լծից արձակեց եզները, ու նրանք, Ալֆրեդը, Էմիլը եւ եզները բոլորը միասին տուն վերադարձան։ Ալֆրեդն ու Էմիլը ցեխոտ կոշիկներով ներս ընկան խոհանոց եւ Լինան թունդ հայհոյեց նրանց, որովհետեւ ցեխոտել էին նոր լվացած հատակը։ Չէ, նա ուղղակի կատաղած է, ասաց Ալֆրեդը։ Նրա հետ ով էլ ամուսնանա, օր ու արև չի ունենա։ Եվ երևի դու ես լինելու այդ դժբախտը, նկատեց Էմիլը։ Ալֆրեդն իսկույն չպատասխանեց։ Նա մտածում էր։ Չէ, երևի ես չեմ լինի, վերջապես ասաց նա։ Վախն ավելի ուժեղ է, բայց ուղղակի չեմ կարողանում նրան այդ մասին ասել։ Ուզում ես ես ասեմ, հարցրեց Էմիլը։ Չէ՞ որ նա աչքի էր ընկնում իր քաջությամբ ու արիությամբ։ Բայց Ալֆրեդը հրաժարվեց նրա օգնությունից։ Դա պետք է շատ զգուշորեն ասել, բացատրեց նա, որպեսզի Լինան չվիրավորվի։ Ալֆրեդը շատ երկար մտածեց, թե ինչպես զգուշորեն քաղաքավարությամբ Լինային ասի, որ ինքը չի ուզում նրա հետ ամուսնանալ, բայց այդպես էլ ոչինչ հնարել չկարողացավ։ Հիմա ագարակը շատ շուտ էր ընկղմվում խոր մթության մեջ։ Ստիպված համարյա ժամը 3-ից խոհանոցում վառում էին նավթի լամպը եւ ամեն մեկն իր գործով էր զբաղվում։ Մայրիկը նստում էր ճախարակի առաջ։ Նա Իդային եւ Էմիլին գուլպաներ գործելու համար բարակ սպիտակ թել էր մանում։ Լինան բուրդ էր գզում, իսկ երբ ագարակում էր լինում Կրյուսե Մայան, նա էլ էր բուրդ գզում։ Էմիլի հայրիկը կոշիկներ էր նորոգում, որպեսզի փող չտա կոշկակարին։ Ալֆրեդը պակաս կարևոր գործով չէր զբաղված։ Նա գուլպաներն էր կարկատում։ Վաղուց արդեն ժամանակն էր այդ գործով զբաղվելու, որովհետև գուլպաների անցքերից փայլում էին նրա կրունկները, իսկ բութ մատները դուրս էին ցցվել, եւ հիմա նա համբերությամբ հսկայական ծակերն էր լցնում։ Լինան ուզում էր նրան օգնել, բայց Ալֆրեդը հրաժարվեց։ Այ, տեսնում ես, ես իմը պնդեցի, բացատրեց նա Էմիլին։ Թե չէ հետո ինչքան էլ զգուշությամբ բացատրես, միևնույն է, ոչինչ չի ստացվի։ Էմիլն ու Իդան սեղանի տակ նստած կատվի հետ էին խաղում։ Էմիլը Իդային համոզում էր, որ իրենց կատուն ոչ թե կատու է, այլ գայլ, բայց Իդան չէր հավատում, եւ այդ ժամանակ Էմիլը սկսեց գայլի նման ոռնալ։ Այնքան էլ նման էր ոռնում, որ խոհանոցում բոլորը տեղներից վեր թռան։ Մայրիկն ուզում էր իմանալ, թե այդ ինչ ոռնոց է, եւ Էմիլը բացատրեց։ Մեր սեղանի տակ գայլ կա։ Մի քանի օր դրանից առաջ Կրյուսե Մայան չգիտես ինչու սկսեց գայլերի մասին պատմել։ Էմիլն ու Իդան ամեն ինչ թողած վազեցին նրա մոտ ու շարվեցին շուրջը, չնայած նախորոք արդեն սարսափից դողում էին։ Կրյուսե Մայան միայն սարսափելի պատմություններ էր պատմում։ Եթե խոսքը սպանությունների, ավազակների, սատանաների կամ ուրվականների մասին չէր, ուրեմն անպայման մահապատժի կամ հրդեհի, զարհուրելի աղետների կամ մահացու հիվանդությունների կամ էլ գիշատիչ գազանների մասին էր։ Այ օրինակ գայլերի մասին։ Երբ ես փոքրիկ աղջիկ էի, սկսեց Կրյուսե Մայան, այստեղ Սմոլանդում շատ գայլեր կային, բայց հետո եկավ Կարլ 12-րդ թագավորն ու բոլորին ոչնչացրեց, ասաց Լինան։ Այդ խոսքից Կրյուսե Մայան զայրացավ, որովհետև ճիշտ է ինքը ծեր էր, բայց ոչ այդքան։ Այնպես ես խոսում, կարծես մի բան գիտես, վիրավորված ասաց Կրյուսե Մայան ու լռեց, բայց Էմիլը սկսեց խնդրել եւ վերջի վերջո Կրյուսե Մայան համաձայնեց շարունակել։ Նա բազմաթիվ սարսափելի պատմություններ հիշեց գայլերի մասին, պատմեց, որ իր մանկության տարիներին հատուկ փոսեր էին փորում, որպեսզի գայլերն ընկնեն դրանց մեջ։ Ուրեմն հարկ չկար, որ Կարլ 12-րդը այս կողմերը գար, նորից միջամտեց Լինան։ Ու չնայած իսկույն լռեց, բայց միևնույն է, Կրյուսե Մայան նորից վիրավորվեց եւ դա զարմանալի չէր։ Ախր ինչպես գիտես, Կարլ 12-րդ թագավորն ապրել է ավելի քան 200 տարի առաջ։ Կրյուսե Մայան ինչպես կարող էր չնեղանալ Լինայից։ Էմիլը նորից սկսեց նրան համոզել ու այդ ժամանակ նա պատմեց ամենասարսափելի, խոշոր գայլերի մասին։ Այդ գայլերը միայն լիալուսնի ժամանակ էին դուրս գալիս, եւ Կրյուսե Մայան հավատացնում էր, թե նրանք խոսել գիտեին, որովհետեւ ոչ թե հասարակ գայլեր էին, այլ փոխակերպուկներ։ Ոչ այն է մարդ, ոչ այն է գայլ։ Եթե լուսնյակ գիշերով այդպիսի գայլի հանդիպես, վերջ, կյանքիդ վրա խաչ քաշիր, նրանից ավելի սարսափելի գազան չկա։ Այն ժամանակներում լուսնյակ գիշերին խուսափում էին տնից դուրս գալ, մեկ-մեկ աչքը Լինայի վրա գցելով ասաց Կրյուսե Մայան։ Չնայած Կարլ 12-րդը չէր հանգստանում Լինան։ Այստեղ արդեն Կրյուսե Մայան մի կողմ շպրտեց սանդերքը եւ ասաց, որ տուն վերադառնալու ժամանակն է, որ ինքն արդեն ծեր է եւ հյուր գնալիս այսքան երկար նստել չի կարող։
Երեկոյան, երբ Էմիլն ու Իդան պառկած էին իրենց անկողիններում, էլի խոսք բացվեց գայլերի մասին։ Ինչ լավ է, որ հիմա գայլեր չկան, ասաց Իդան։ Գայլեր չկան, ծաղրեց նրան Էմիլը։ Ինչ գիտես, որ չկան։ Ախր ոչ ոք փոս չի փորում նրանց բռնելու համար։ Նա երկար ժամանակ չէր կարողանում քնել ու մտածում էր։ Եվ ինչքան շատ էր մտածում, այնքան ավելի էր ամրանում համոզմունքը, որ բավական է բակում մի փոս փորել եւ գայլը կընկնի նրա մեջ։ Եվ նա տեղն ու տեղը որոշեց վաղը ցախատան եւ մառանի արանքում փոս փորել։ Ամրանն այնտեղ եղինջ էր աճում, իսկ հիմա եղինջը թառամել էր, սևացել ու կպել խոնավ գետնին։ Բայց գայլափոս փորելը երկարատև գործ է, որովհետև փոսն անպայման խորը պիտի լինի, այլապես գայլն իսկույն դուրս կգա այնտեղից։ Ալֆրեդը օգնում էր Էմիլին։ Հենց որ նա մի քանի ազատ րոպե էր ունենում, իսկույն բահա ձեռքն էր առնում, բայց չնայած դրան փոսը պատրաստ էր միայն նոր տարվա նախօրյակին։ Ոչ մի սարսափելի բան չկա, որ մենք այսքան ուշացրինք փոսը, ասաց Ալֆրեդը։ Միևնույն է, գայլերն անտառից միայն ուշ ձմռանն են դուրս գալիս։ Նրանց քաղցն ու ցուրտն է դուրս քշում։ Քույրիկ Իդան հենց որ մտածում էր քաղցած գայլերի մասին, որոնք ձմռան ցուրտ գիշերներին գաղտագողի դուրս էին գալիս անտառից ու սկսում ոռնալ իրենց պատուհանների տակ, ահից դողում էր։ Բայց Էմիլը չէր դողում։ Նա վառվող աչքերով նայում էր Ալֆրեդին եւ ուրախանում, որ այդ բոլոր գայլերն իրենց փոստ են ընկնելու։ Միայն թե պետք է փոսը ծածկել ճյուղերով ու փայտերով, որ գայլերը հանկարծ չնկատեն, հրճվանքով ասաց նա, եւ Ալֆրեդը համաձայնեց։ Ճիշտ է, ամեն ինչ պիտի խորամանկորեն անել, ինչպես ասել է Ստուլլեյոքեն, ձունձիու հետ փոխելիս։ Գյուղում բոլորն այնքան հաճախ էին հիշում Ստուլլեյոքեին, որ այդ անունը զվարճախոսության պես մի բան էր դարձել։ Ով, բայց Ալֆրեդն այդպես չպետք է խոսեր, որովհետև Ստուլլեյոքեն նրա պապն էր եւ ապրում էր աղքատների տանը։ Այն ժամանակ այդպես էին անվանում ծերանոցը։ Իսկ պապի վրա ծիծաղելը լավ բան չէ։ Ասենք Ալֆրեդը չէր էլ ուզում պապին վիրավորել, նա միայն կրկնում էր շրջապատող մարդկանց խոսքերը։ Փոսն արդեն պատրաստ էր, մնում էր միայն սպասել գայլերի գալուն, եւ ինչպես հիմա կհամոզվես, երկար սպասելու կարիք չեղավ։ Նոր տարվանից առաջ միանգամից ցրտեց եւ այնպիսի ձյուն եկավ, որ նայելիս ուղակի մարդու սիրտ էր փառավորվում։ Ամբողջ ագարակը, ինչու միայն ագարակը, ամբողջ Լոննեբերգն ու Սմոլանդը ծածկվեցին ձյան հաստ շերտով։ Որ կողմ նայեիր, ձնակույտեր էին։ Միայն սյուներն էին օգնում գտնելու ճանապարհը։ Նույնիսկ ամենասուր աչքը չէր կարող նկատել, որ մառանի ու ցախատան արանքում գայլափոս է փորված։ Փափուկ ու սպիտակ ձյունը գորգի նման ծածկել էր ամեն ինչ։ Էմիլն ամեն երեկո անհանգստանում էր, թե չլինի հանկարծ նախքան գայլափոսն ընկնելը ճյուղերը չդիմանան ձյան ծանրությանը։ Կաթխուլտում հիմա բոլորն էլ եռանդով աշխատում էին, որպեսզի ինչպես հարկն է դիմավորեն նոր տարին։ Նախ պետք էր հսկայական լվացքի հարցը լուծել։ Լինան եւ Կրյուսեմայան ժամերով կանգնում էին լճափի արդեն սառցակալած կամրջակներին ու սպիտակեղենն էին պարզաջրում։ Լինան փչում էր սառած ճակճկած մատներին ու լաց էր լինում։ Ախր շատ էին ցավում։ Երբ լվացքն ավարտեցին, հատուկ նոր տարվա համար բտած մի խոզ մորթեցին։ Հիմա արդեն խոհանոցում տեղը չէր բավականացնում ամենաբազմազան ապուխտների ու տնական երշիկների համար։ Գիհու տնական գարեջուր էին պատրաստել, որ երկար ժամանակ խմորվում էր փայտե մեծ չաների մեջ։ Բոքոններ, քաղցր կարկանդակներ, աշորայի հոտավետ հացեր ու քաղցրաբլիթներ էին թխել։ Էմիլի մայրիկն ու Լինան մի ամբողջ գիշեր համարյա չքնեցին։ Մեծ ու փոքր մոմեր էին պատրաստում, մեկ էլ տոնածառի վրա վառելու համար հատուկ փոքրիկ մոմիկներ։ Նոր տարին դիմավորելու համար կարծես ամեն ինչ պատրաստ էր։ Ալֆրեդն ու Էմիլը լծեցին Լուկասին ու գնացին անտառ Եղևնի բերելու, իսկ Էմիլի հայրիկը գնաց մարակ ու ճնճղուկների համար պահած կորեկի խրձերը հանեց։ Հատիկը քամուն տալն իհարկե հիմարություն է, ասաց նա, բայց ճնճղուկներն էլ պիտի զգան, որ շուտով նոր տարի է։ Ոչ միայն ճնճղուկների մասին պետք էր մտածել, ոչ միայն ճնճղուկները պիտի զգային, որ շուտով նոր տարի է։ Ծերանոցում շատ աղքատներ կային։ Դու երևի պատկերացում անգամ չունես, թե ինչ է ծերանոցը կամ անկելանոցը։ Ինչ ասեմ, դրա համար միայն ուրախանալ է պետք։ Հին ժամանակներում այդպիսի տներ էին ստեղծում, իսկ եթե քեզ պատմեմ, թե աղքատներն ինչպես էին ապրում այնտեղ, ավելի սարսափազդու կլինի, քան Կրյուսեմայայի պատմությունները մարդասպանների, ուրվականների ու գիշատիչների մասին։ Պատկերացրու 2-3 սենյակով խարխուլ ու փոքրիկ մի տուն, լիքը անօգնական ու ծեր մարդկանցով, որոնք բոլորը միասին ապրում են սարսափելի կեղտի ու աղքատության մեջ։ Դրան միացրու քաղցը, ցուրտն ու հիվանդությունները, հիմա դու գիտես, թե ինչ է աղքատների տունը։ Հավատա, օրծերության, երբ այլևս ուժ չունես աշխատելու եւ օրվա հացը վաստակելու, սարսափելի բան է այդպիսի ծերանոցում հայտնվելը։ Խեղճ պապիկ, հաճախ ասում էր Ալֆրեդը, շատ վատ է ապրում։ Մի կողմից էլ այդ հրամանատարուհին ուղղակի պրծում չկա դրանից։ Հրամանատարուհի էին անվանում այն պառավին, որը տնօրինում էր աղքատների տունը։ Նրա ուժերը տեղն էին, առողջությունն էլ ավելի լավ էր, քան մյուսներինը, հեքիաթների խորթ մոր նման չար էր ու տիրական։
Դրա համար էլ ուզածի պես էր վարվում մյուսների հետ։ Եթե Էմիլը արդեն գյուղական վարչության նախագահ լիներ, երբեք այդ ամենը չէր հանդուրժի, բայց նա ընդամենը փոքրիկ տղա էր ու ոչ մի կերպ չէր կարող իր տեղը նստեցնել հրամանատարուհուն։ Ալֆրեդի պապիկը շատ էր նեղվում հրամանատարուհուց, ասենք մյուսները նույնպես, բայց ստիպված էին դիմանալ։ Նա այնպես է քայլում, ոնց որ փարախնկած գայլ լինի, անընդհատ գրմռում է, բողոքում էր Ստուլլե Յոքեն։ Յոքեն շատ տարօրինակ էր, այնքան հանդիսավոր էր խոսում, ասես ճառ է արտասանում, բայց շատ բարի էր եւ Ալֆրեդը սիրում էր նրան։ Աղքատանոցի բնակիչները երբեք կուշտ չէին ուտում, եւ Էմիլի մայրիկը նրանց շատ էր խղճում։ Մեղք են, նոր տարուն անպայման նվերներ կուղարկեմ նրանց, ասաց նա։ Ու նոր տարուց մի 2 օր առաջ Էմիլն ու Իդան ձյունածածկ ճանապարհով ուղևորվեցին դեպի աղքատների տունը։ Նրանք դժվարությամբ էին քաշ տալիս ուտելիքներով լցված կողովը։ Ինչ ասես որ չկար դրա մեջ։ Երշիկ, դոնդող, ապխտած միս, կատնահունց կարկանդակներ, անուշաբլիթներ, մոմեր եւ նույնիսկ փոքրիկ ծխախոտատուփ Ստուլլե Յոքեի համար։ Թե ինչպես ուրախացան ծերուկներն ու պարավները ծանր կողովով Էմիլին ու Իդային տեսնելով, կարող է պատկերացնել միայն այն մարդը, ով երկար ժամանակ քաղցած է մնացել։ Բայց հենց որ Ստուլլե Յոքեն, Կալլե Սպադերը, Յոհան Էդը, մի խոսքով բոլորը ուզում էին ուտել, հրամանատարուհին հայտարարեց. «Մինչև նոր տարի ոչ ոք ոչինչ չի ստանա»։ Ոչ ոք սիրտ չարեց առարկել։ Էմիլն ու Իդան տուն վերադարձան։ Այդ օրը Կաթխուլ տագարակում տոնական տրամադրություն էր։ Ասենք հաջորդ օրը նույնպես։ Էմիլն ու Իդան խաղում էին շրխկաններով եւ Կաթխուլտում խաղաղ էր եւ ուրախ։ Հետո Էմիլի հայրիկն ու մայրիկը հյուր գնացին անտառի մյուս կողմը Սկորփխուլտ ագարակը։ Լյոննեբերգում բոլորը գիտեին, թե ինչ անկարգն է Էմիլը։ Այդ պատճառով էլ Սվենսոններին առանց երեխաների էին հրավիրել։ Թքած թե չեն հրավիրել, վիրավորված հայտարարեց Էմիլը։ Ավելի վատ իրենց համար։ Գուցե երբեք էլ նրանք ինձ հետ ծանոթանալու բախտ չունենան։ Ինձ հետ նույնպես, կրկնեց Իդան։ Նախ որոշված էր երեխաներին հետևելու համար տանը թողնել Լինային, բայց Լինան առավոտվանից գլուխ էր տանում պնդելով, թե ինքը պիտի մորը տեսնի, որն ապրում է Սկորփխուլտի մոտերքում։ Երևում է Լինան իսկույն գլխի էր ընկել, որ նրանք նույն ուղղությամբ են գնում եւ արժեր օգտվել առիթից, սահնակով գնալ։ Թող ձեզ հետ գա, ասաց Ալֆրեդը։ Ես էլ կարող եմ երեխաներին հետևել։ Լիքը ուտելիք կա, իսկ ես կհետևեմ, որ նրանք լուսկիներով չխաղան։ Մի անհանգստացեք, չեմ թողնի անկարգություն անեն։ Բայց դու լավ գիտես, թե ինչ դժվար է Էմիլի հետ։ Նրա հետևից պետք է անընդհատ ման գալ, ասաց հայրիկն ու մռայլվեց։ Բայց մայրիկն իսկույն առարկեց։ Ինչ ես ասում։ Էմիլը հիանալի երեխա է, իսկ այսօր առավել եւս չարություն չի անի, որովհետեւ այսօր տոն է։ Լինա բավական է նվնված, դու կգաս մեզ հետ։ Այդպես էլ որոշեցին։ Ալֆրեդը, Էմիլը եւ Իդան խոհանոցի պատուհանի մոտ կանգնած նայում էին սահնակի հետևից, մինչեւ որ նա ծածկվեց ոլորանի հետևում։ Եվ այդ ժամանակ Էմիլը ուրախությունից ուլիկի նման ցատկոտեց։ «Ուռա! Հիմա մենք կուրախանանք», բացականչեց նա։ Բայց հենց այդ ժամանակ Իդան մատով ցույց տվեց ճանապարհն ու ասաց. «Տեսեք, Ստուլլե Յոքեն է գալիս»։ Այո, տարօրինակ է, զարմացավ Ալֆրեդը։ Հետաքրքիր է, նրանց մոտ երևի ինչ-որ բան է պատահել։ Բանն այն է, որ հրամանատարուհին Ստուլլե Յոքեին թույլ չէր տալիս աղքատանոցից դուրս գալ։ Նա պնդում էր, որ տարիքի հետ ծերուկի գլխում ամեն ինչ իրար է խառնվել ու նրան մենակ դուրս թողնել չի կարելի։ Նա անպայման կմոլորվի, ասում էր հրամանատարուհին, իսկ ես վազվզելու նրան փնտրելու ժամանակ չունեմ։ Բայց Ստուլլե Յոքեն այնուամենայնիվ գտել էր Կաթխուլտի ճանապարհը եւ հիմա քայլում էր այնպես առույգ, որ սպիտակ մազափնջերը քամուց ծածանվում էին։ Մի քանի րոպե հետո նա արդեն կանգնած էր խոհանոցի շեմին եւ ծանր հառաչում էր։ Մեզ ոչ մի կտոր ապուխտ չհասավ, հազիվ շունչը տեղը բերելով ասաց նա։ Երշիկից նույնիսկ հոտ չքաշեցինք։ Հրամանատարուհին ամեն ինչ իրեն վերցրեց։ Նա այլևս ոչ մի խոսք չկարողացավ ասել, որովհետև սկսեց դառնագին լաց լինել։ Այստեղ Էմիլն արդեն բարկացավ։ Այնպես բարկացավ, որ Ալֆրեդն ու Իդան ուղակի չէին համարձակվում նայել նրան։ Էմիլի աչքերում չար կրակներ էին վառվում։ «Այստեղ բերեք այդ հրամանատարուհուն», սարսափելի ձայնով բղավեց նա։ «Ուր է իմ հրացիկը»։ Ալֆրեդն իսկապես վախեցավ։ «Նախ հանգստացիր», ասաց նա։ «Այդպես բարկանալն ուղղակի վտանգավոր է»։ Եվ Ալֆրեդը քնքշորեն թփթփացրեց իր ծեր պապիկի մեջքին, սկսեց մխիթարել նրան ու հարցնել, թե ինչու է հրամանատարուհին այդքան տգեղ արարքներ թույլ տալիս։ Բայց Ստուլլե Յոքեն այնպես էր վշտացած, որ ոչ մի կերպ հանգստանալ չէր կարողանում ու անընդհատ նույն բանն էր պնդում։ Մեզ ոչ մի կտոր ապխտած միս չհասավ, երշիկից հոտ անգամ չենք քաշել։ Ես իմ քթախոտն էլ չստացա, հեծ կլտում էր նա։ Այստեղ Իդան նորից ճանապարհը ցույց տվեց։ Նայեք, քոթուկն է գալիս, ասաց նա։ Նա իմ հետևից է եկել, ասաց Ստուլլե Յոքեն ու ամբողջ մարմնով ցնցվեց։ Քոթուկ էին անվանում փոքրամարմին արագաշարժ մի պառավի, որին հրամանատարուհին սովորաբար կաթխուլտ էր ուղարկում, երբ Ստուլլե Յոքեն անհետանում էր։
Նա երբեմն գաղտագողի ագարակ էր գալիս, որովհետև այստեղ էր ապրում իր թոռնիկ Ալֆրեդը, իսկ Էմիլի մայրիկը շատ բարի էր ու միշտ սիրալիր էր ընդունում նրան։ Քոթուկն ամեն ինչ հերթականությամբ պատմեց։ Հրամանատարուհին ուտելիքով լի կողովը դրել էր ձեղնահարկի պահարանում, որովհետև այնտեղ սառն է։ Բայց երբ բարձրացել էր ընթրիքի համար մթերքներ բերելու, տեսել էր, որ երշիկի մի փոքրիկ կտոր պակասում է ու կատաղել էր։ Մեր 4 բոլորն այնպես է պտտվում ու գրմռում, ասես մենք ոչխարներ լինենք, ինքը գայլ, ասաց Ստուլեյոքեն։ Քոթուկը հաստատեց, որ հենց այդպես էլ եղել է ու շարունակեց իր պատմությունը։ Հրամանատարուհին պահանջեց, որ երշիկը վերցնողն իսկույն խոստովանի իր սարսափելի հանցանքը։ Իսկ եթե ոչ ոք չխոստովանի, ես ձեզ համար այնպիսի տոնական ընթրիք կսարքեմ, որ հաստատ չեք ուրախանա, սպառնաց նա։ Հենց այդպես էլ եղավ, շարունակեց Քոթուկը։ Որովհետև ինչքան էլ հրամանատարուհին սպառնաց ու բղավեց, միևնույն է ոչ ոք չխոստովանեց, որ երշիկը վերցրել է։ Ծերունիներից ոմանք նույնիսկ մտածում են, թե հրամանատարուհին դիտմամբ է այդ բոլորն արել, որպեսզի ամբողջ ուտելիքն իրեն պահի։ Իսկ երբ նա իմացավ, որ Ստուլեյոքեն ագարակ է եկել բողոքելու, գազազեց ու ինձ հրամայեց անմիջապես նրան հետ բերել։ Այնպես որ ավելի լավ է մենք վերադառնանք Յոքե։ Իր պատմությունն ավարտեց Քոթուկը։ Այո, պապիկ, պաշտպանեց նրան Ալֆրեդը։ Ես շատ եմ ցավում, բայց ինչ արած, ստիպված ես գնալ։ Էմիլը լուր էր։ Նա նստել էր սնդուկի վրա ու ատամներն էր կրճտացնում։ Յոքեի ու Քոթուկի գնալուց հետո էլ դեռ երկար ժամանակ նա մնաց նույն դիրքով։ Թվում էր, թե ինչ-որ բան է մտածում։ Վերջապես բռունցքը խփեց սնդուկին ու ասաց. «Ես մի մարդ գիտեմ, որն ուզում է քեֆ կազմակերպել։ Այն էլ ինչ քեֆ»։ Էմիլը նորից բռունցքը խփեց սնդուկին։ «Այդ մարդը ես եմ», ասաց նա, եւ հայտարարեց, թե ինքը մտադիր է մի խնջույք կազմակերպել, որի մասին Լյոնեբերգում շատ երկար կխոսեն, որովհետեւ այդ խնջույքին հրավիրվելու են բոլորը, ովքեր ապրում են ծերանոցում։ Եվ մայրիկը միայն ուրախ կլինի դրա համար, ավելացրեց Էմիլը։ Իսկ հայրիկը, հարցրեց Իդան։ Փնչացրեց Էմիլը։ Դե ես ոչարություն չեմ անում։ Նա լռեց ու նորից մտքերի մեջ ընկավ։ Ինչպես նրանց դուրս հանենք տնից, բարձրաձայն մտածեց նա։ Այստեղ որևէ խորամանկություն է պետք։ Գնանք, փորձենք։ Այդ ընթացքում հրամանատարուհին արդեն ոչնչացրել էր ապուխտը, երշիկը, ամբողջ դոնդողն ու քաղցրեղենի հախիցել էր եկել։ Ստուլեյոքեի համար ուղարկված քթախոտից էլ ոչ մի պտղունց չէր մնացել։ Նա մենակ նստած էր ձեղնահարկում ու շատ վատ տրամադրություն ուներ, ինչպես սովորաբար լինում է, երբ գիտես, որ վատ բան ես արել։ Առավել եւս, երբ չափից դուրս շատ ես կերել։ Ցած իջնել մյուսների մոտ նա չէր ուզում, չնայած նրանք ոչ մի խոսք չեն ասի, բայց պիտի հառաչեն ու մեղադրող հայացքով իրեն նայեն։ Բայց միթե նա կարող էր ամբողջ օրը ձեղնահարկում մնալ։ Այդ ժամանակ նա լսեց, որ մուտքի դուռը թակում են, ու իսկույն ցած իջավաստիճաններով տեսնելու, թե ով է եկել։ Նախասրահում Էմիլն էր կանգնած, Կաթխուլտ ագարակի Էմիլը։ Հրամանատարուհին իհարկե վախեցավ։ Նա մտածեց, որ Ստուլեյոքեն կամ Քոթուկը բողոքել են եւ Էմիլը եկել է իմանալու, թե ինչ է պատահել։ Բայց Էմիլը նրան քաղաքավարությամբ գլուխ տվեց ու հարցրեց. «Ասացեք, խնդրեմ, կարող է ես այստեղ եմ թողել իմ գրպանի փոքրիկ դանակը»։ Մի տես ինչ խորամանկներ Էմիլը։ Դանակը հենց այդ պահին նրա գրպանում էր, եւ Էմիլը շատ լավ գիտեր նրա տեղը, բայց նրան գալու համար պատրվակ էր պետք, ու նա հարցրեց դանակի մասին։ Հրամանատարուհին հավատացրեց, որ ոչ մի դանակ էլ չի տեսել, եւ այդ ժամանակ Էմիլը հարցրեց. «Իսկ երշիկը համեղ էր, իսկ դոնդողը, քաղցրավենիքը»։ Հրամանատարուհին հայացքը խոնարհեց ու չգիտես ինչու սկսեց մեծ ուշադրությամբ զննել իր կոշիկները։ Իհարկե, արագ վրա տվեց նա։ Քո թանկագին մայրիկն իր ագարակում չի մոռանում մեզ աղքատներիս։ Մեր սրտագին շնորհակալությունը հաղորդիր նրան։ Այստեղ Էմիլն ասաց այն, ինչի համար եկել էր, բայց ասաց իմիջայելոց, խոսքի մեջ։ Մայրիկն ու հայրիկը հյուր են գնացել Սկորփուլտ։ Հրամանատարուհին ոգևորվեց։ Ինչպես, այսօր Սկորփուլտում հրավեր կա, իսկ ես չգիտեի։ Որ իմանայիր հիմա վաղուց էիր այնտեղ, մտածեց Էմիլը։ Երբ որևէ ագարակում տոն կամ հրավերք էր լինում, հրամանատարուհին դեռ լույսը չբացված հայտնվում էր խոհանոցում ու չէր հեռանում այնտեղից, մինչև ձեռքը մի բան չէր ընկնում։ Հատկապես պանրով կարկանդակ էր սիրում եւ բոլորը գիտեին այդ մասին։ Այնտեղ շատ պանրով կարկանդակ են թխել։ Ես լսել եմ ուղիղ 17 հատ, ինչ շատ է, չէ՞, ասաց Էմիլը։ Այնքան կուտեն, որ կպայթեն։ Էմիլն իհարկե չէր կարող իմանալ, թե ինչքան պանրի կարկանդակ կա Սկորփուլտում։ Ասենք խաբել էլ չէր ուզում։ Հենց այնպես միտքը եկած առաջին իսկ թիվն ասաց ու գնաց։ Նա իր գործը արել էր։ Հաստատ գիտեր, որ կես ժամ հետո հրամանատարուհին արդեն Սկորփուլտի ճանապարհին է լինելու։ Պատկերացրու, որ Էմիլը չէր սխալվել։ Նա Ալֆրեդի ու փոքրիկ Իդայի հետ գերանների հետևում թաքնված տեսավ, թե ինչպես է հրամանատարուհին իր ամենահաստ շալով փաթաթված պայուսակը թևի տակ դուրս եկավ։ Նա գնաց Սկորփուլտի ուղությամբ, բայց միթե հնարավոր էր գուշակել, թե նա ինչ կաներ։
պատկերացնում ես, գնալիս նա փակեց դուռն ու բանալին դրեց գրպանը։ Ահա թե ինչ արեց։ Հիմա բոլոր խեղճ ծերունիները բանտարկված էին եւ հրամանատարուհին ըստ երևույթին գտնում էր, որ հենց այդպես էլ պիտի լինի։ Դե ստուլեյոք է, փորձիր ձայն անել։ Իմացիր այստեղ իշխանությունն ում ձեռքն է եւ ով է տերը։ Հրամանատարուհու հետ կատակ չանեք։ Եվ հրամանատարուհին արագ-արագ քայլելով անհետացավ ոլորանի հետևում։ Այդ ժամանակ Էմիլը դուրս եկավ թաքստոցից, քաշեց դուռն ու համոզվեց, որ իսկապես փակ է։ Նրանից հետո նույն բանն արեցին Ալֆրեդն ու փոքրիկ Իդան։ Կասկած չկար, դուռը փակ էր։ Բոլոր ծերունիները, պառավները խմբվել էին պատուհանի մոտ ու նայում էին Ալֆրեդին եւ երեխաներին, որոնք ուզում էին ներս մտնել, բայց ոչ մի կերպ չէին կարողանում։ Դուք բոլորդ էլ խնջույքի եք գալու, բղավեց Էմիլը։ Մեզ մոտ կաթխուլտ։ Միայն թե մենք չգիտենք ձեզ ինչպես այստեղից դուրս անենք։ Տանը մեղվի փեթակի նման իրարանցում սկսվեց։ Ինչ ուրախություն էր, բայց նաև դժբախտություն, չէ որ նրանք փակի տակ էին ու չէին հավատում, որ կհաջողվի դուրս գալ։ Դու գուցե զարմանում ես, թե ինչու պատուհանից դուրս չէին գալիս։ Դա երևի այնքան էլ դժվար չէր, բայց այդ դեպքում ինձ համար արդեն պարզ է, որ դու ոչինչ չգիտես կրկնակի շրջանակների մասին։ Դրանք մեխում էին, իսկ հետո թղթի շերտեր էին կպցնում վրայից, որպեսզի անցքերից քամի չթափանցի։ Դու կհարցնես այդ դեպքում ինչպես էին օդափոխում սենյակները, բայց ինչպես կարող ես այդքան ծիծաղելի հարցեր տալ։ Ով է ասում, որ աղքատների ապաստանում սենյակներն անհրաժեշտ է օդափոխել։ Ոչ ոք այդ մասին չէր էլ մտածում։ Թարմոթը ներս էր մտնում վառարանի ծխնելույզից, պատերի ու հատակի անցքերից, բոլորը գտնում էին, որ ծերունիներին այդքանն էլ է բավական։ Ոչ, պատուհանից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Իդեպ տան մեջ այնուամենայնիվ մի պատուհան բացվում էր, ձեղնահարկինը, բայց ծերունիներն ու պառավները չէին համարձակվում 4 մետր բարձրությունից ցատկել, նույնիսկ խրախճանքի գնալու համար։ Այդպիսի թռիչքից հետո նրանք ոչ թե խրախճանքի կգնային, այլ ուղիղ դրախտ։ Բայց Էմիլն այդքան հեշտությամբ իր ծրագրից հրաժարվողը չէր։ Նա ցախատան մոտ սանդուղք տեսավ, բերեց ու դեմ տվեց ձեղնահարկի պատուհանին, իսկ քոթուկն իսկույն բացեց պատուհանը։ Ալֆրեդը վերև բարձրացավ։ Նա ամրակազմ էր, ուժեղ եւ նրա համար նիհար ծերունիներին ու պառավներին սանդուղքով ցած իջեցնելը դատարկ բան էր։ Շուտով նրանք բոլորն արդեն տան առաջ էին։ Բոլորը բացի Սալիա Ամալիայից։ Նա չհամարձակվեց պատուհանից դուրս գալ, բայց Վիբերգսկանը խոստացավ շատ ուտելիք բերել եւ նա հանգստացավ։ Եթե այդ օրը որևէ մեկն անցներ կաթխուլ տանող ճանապարհով, կմտածեր, որ ուրվականների խումբ է տեսել։ Ոտքները քարշ տալով, կաղալով, նրանք գնում էին դեպի ագարակ։ Ցնցոտիներ հագած այդ խեղճ մարդիկ անշուշտ նման էին ուրվականների, բայց երեխաների պես հրճվում էին, չէ որ քանի տարի նրանց ոչ ոք խնջույքի չէր հրավիրել։ Բացի դրանից շատ հաճելի էր այն միտքը, որ հրամանատարուհին տուն վերադառնալով Ամալիայից բացի ոչ մեկին տանը չի տեսնի։ Հա, նրան այդպես էլ պետք է, ասաց մի ականջանի յուխանը։ Հա, թող տանը մի քիչ մենակ տանջվի, գուցե մի բան գլխի ընկնի։ Եվ բոլորն ուրախ ծիծաղեցին։ Բայց երբ նրանք մտան տոնականորեն զարդարված խոհանոց, Էմիլը վառեց 5 մեծ մոմակալների մոմերը եւ լույսն արտացոլվեց պատերից կախված փայլելու աստիճան մաքուր պղնձե ամանների վրա, բոլորը հանկարծ լռեցին։ Իսկ Ստուլեյոքեն որոշեց, որ ինքը դրախտ է ընկել։ Մի տեսեք, ինչ լույս է, ինչ երանություն, շշնջաց նա ու արտասվեց, որովհետև Ստուլեյոքեն արդեն լաց էր լինում եւ վշտից եւ ուրախությունից։ Բայց այդ ժամանակ Էմիլը հայտարարեց. իսկ հիմա քեֆ ենք անելու։ Ու սկսվեց խնջույքը։ Էմիլը, Ալֆրեդն ու քույրիկ Իդան զբաղված էին միայն մառանից ուտելիք բերելով։ Ես չեմ թվարկի, թե ինչ էին հյուրասիրում, միայն այսքանը կասեմ։ Այն ամենը, ինչ Էմիլի մայրիկը Լինան ու Կրյուսեմայան պատրաստել էին տոնական ամբողջ շաբաթվա համար, դրված էր սեղանին, իսկ կենտրոնում տապակած խոճկորներ։ Մի րոպե պատկերացրու ծերանոցի դժբախտ պառավներին ու ծերունիներին այդ սեղանի առաջ նստած։ Նրանք չէին կարողանում հայացքները կտրել խորտիկներից, բայց համբերությամբ սպասում էին ու ոչնչի ձեռք չէին տալիս։ Համեցեք, վերցրեք, խնդրում եմ, մի ամաչեք, ասաց Էմիլը, եւ միայն այդ ժամանակ նրանք սկսեցին ուտել։ Բայց արդեն հավատա բոլորը միասին։ Ալֆրեդը, Էմիլն ու քույրիկ Իդան բոլորի հետ միասին սեղան էին նստել, բայց Իդան դեռ 2 պատառ էլ չէր կերել, ընկավ մտքերի մեջ։ Նա հանկարծ հիշեց, որ վաղն իրենք Ինգատոր պագարակից հյուրեր են ունենալու։ Ախր հիմա մայրիկի պատրաստածն ամբողջը կուտեն, եւ նրանց հյուրասիրելու ոչինչ չի մնա։ Նա քաշեց Էմիլի թևքն ու ցածր, շատ ցածր, որպեսզի նրանից բացի ոչ ոք չլսի, շշնջաց. Դու վստահ ես, որ մեզ վրա չեն բարկանա։ Ախր վաղը մենք հյուրեր ունենք Ինգատորպից։ Նրանք առանց այդ էլ շատ գեր են, հանգիստ պատասխանեց Էմիլը։ Ավելի լավ է քաղցածներին կերակրենք։ Բայց եւ այնպես Էմիլը մի քիչ անհանգստացավ։
Արդեն պարզ էր, որ խնջույքից հետո տանը ուտելիքի փշուր անգամ չէր մնա։ Նույնիսկ այն, ինչը ուտել չէին կարողանում, միևնույն է, անհետանում էր գրպաններում ու տոպրակներում եւ հաջորդ ափսեն ակնթարթորեն դատարկվում էր։ Պետք է պաշտետն էլ փորձել, ասաց Կալլե Սպադերն ու վերցրեց ինչ որ մնացել էր ափսեի մեջ։ Իսկ ես դեռ աղ դրած ձկան սալաթից չեմ կերել, պետք է փորձել, ասաց Ռակարեգիան եւ սալաթի վերջը տվեց։ Հիմա արդեն ամեն ինչից մի քանի անգամ փորձեցինք, խնջույքի վերջում ասաց Տուկ Նիկլասը, եւ ավելի ճշտորեն արտահայտվել հնարավոր չէր։ Դրա համար էլ այդ խնջույքն անվանեցին Կաթխուլտի մեծ համտես։ Եվ պետք է քեզ ասեմ, որ դրա մասին շատ խոսեցին ոչ միայն Լյոնեբերգում, այլև ամբողջ Սմոլանդում։ Միայն տապակած խոզին ոչ ոք ձեռք չէր տվել, նա այդպես էլ մնաց սեղանի մեջտեղում։ Պարզվեց, որ ներկաներից ոչ մեկը ոչ միայն տապակած խոճկոր չէր կերել, այլև նույնիսկ չէր տեսել, դրա համար էլ չէին համարձակվում ձեռք տալ։ Միթե ոչ մի կտոր երշիկ չի մնացել, երբ խոճկորից բացի ամեն ինչ մաքրել էին, հարցրեց Կալլե Սպադերը։ Էմիլը պատասխանեց, որ ագարակի նույնիսկ ամենահեռավոր անկյունում ուտելու բան չկա։ Ճիշտ է, գայլափոսի մոտ նա խայծի համար փայտի վրա մի կտոր երշիկ էր ամրացրել, բայց Կալլե Սպադերը հասկանում էր, որ նա այնտեղ անհրաժեշտ է, իսկ տանն ուրիշ ուտելիք չկա։ Այդ ժամանակ հանկարծ Վիբերգսկանը բացականչեց. «Մենք մոռացել ենք Սալիա Ամալիային»։ Նա մի անգամ էլ նայեց սեղանին, բայց տապակած խոզից բացի ոչինչ չտեսավ։ «Այ սա էլ Սալիա Ամալիայի բաժինը կլինի, չնայած որ սարսափելի է սրան նայելը։ Դու դեմ չես, Էմիլ»։ «Ոչ, թող նրան էլ խոճկորը բաժին հասնի», ասաց Էմիլը։ Հանկարծ բոլորն իրենց այնքան հոգնած զգացին, որ ուղղակի ուժ չունեին շարժվելու։ Նրանք իրենք տուն հասնել չէին կարող։ Դրա մասին խոսք անգամ լինել չէր կարող։ «Եկեք սահնակը վերցնենք», առաջարկեց Էմիլը, ասաց նարած էր։ Կաթխուլտում անհեթեթ մեծության մի սահնակ կար։ Դրա վրա կարելի էր տեղավորել բոլոր աղքատ պառավներին ու ծերունիներին, չնայած այդ երեկոն նրանք նկատելիորեն գիրացել էին։ Մութն ընկավ, երկնքում վառվեցին աստղերը։ Լուսինը դուրս եկավ ու լուսավորեց թարմ փխրուն ձյունը։ Ավելի հաճելի բան կա արդյոք, քան սահնակով զբոսնել խաղաղ անհողմ երեկոյան։ Էմիլն ու Ալֆրեդը օգնեցին բոլոր հյուրերին հարմար տեղավորվել։ Առջևում նստեցրին Վիբերգսկանին, որը բռնել էր տապակած խոճկորը, նրա հետևում մյուսներին։ Բոլորից հետո մի կերպ տեղավորվեցին քույրիկիդան, Էմիլն ու Ալֆրեդը։ «Գնացինք», բղավեց Էմիլը։ Սահնակը բլրից ցած սահեց այնպիսի արագությամբ, որ քամին սուլեց ականջների մեջ։ Պառավներն ու ծերունիները հաճույքից ճչացին, չէ որ նրանք երկար տարիներ սահնակով չէին սահել։ Ինչպես էին ուրախացել բոլորը, ինչպես էին ծիծաղում, միայն տապակած խոճկորն էր լուռ։ Դու կարծնես իսկ հրամանատարուհին ինչ եղավ, նա ինչ էր անում այդ ամբողջ ընթացքում։ Հիմա կպատմեմ։ Չեք պատկերացնի ինչպես կուզենայի, որ դու գոնե աչքի պոչով տեսնեիր նրան։ Ահա նա գոռոզ գալիս է Սկորփխուլտից, գալիս է պանրի կարկանդակները ձեռքին, գորշ շալով փաթաթված։ Ինչ գեր է, ինչ գոհ։ Ահա նա գրպանից հանում է բանալին ու մտցնում կողպեքի մեջ։ Լսում ես ինչ չարությամբ է փնչացնում։ Միտես ինչ լուռ ու համեստ են դարձել սրանք, մտածեց նա։ Իսկ գուցե սոված փորով պարկել են քնելու։ Լուսնի լույսը ընկել էր դատարկ սենյակը։ Սպասեցեք, այստեղ կարծես ոչ ոք չի երևում, բայց ինչու՞։ Պարզապես այն պատճառով, որ այնտեղ ոչ մի շունչ չկա։ Այո, պատկերացրու, չար ու նենգ հրամանատարուհի, ոչ մի շունչ։ Հիմա դու հասկանում ես, թե ինչու նա ամբողջ մարմնով դողաց։ Իհարկե կատաղությունից։ Վայ, ինչպես էր կատաղել։ Երևի նա ամբողջ կյանքում այդպես չարացած չկար։ Ով կարող է տնից դուրս գալ փակ դռան միջով։ Կաչկա հրեշտակներն են տարել բոլոր աղքատներին, իսկ իրեն դժբախտին մենակ են թողել անկելանոցում, թշվառության ու վշտի մեջ, ախ, վախ, եւ հրամանատարուհին ոռնաց ինչպես գայլը լուսնի վրա, բայց այդ ժամանակ մահճակալներից մեկը կամացուկ ճռճռաց։ Հրամանատարուհին ուշադիր նայեց ու տեսավ, որ վերմակի տակ մի սմքած պառավ է պառկած։ Ինչու ես այդքան բարձր ոռնում, լսվեց Սալիա Ամալիայի ձայնը։ Հրամանատարուհին իսկույն իրեն բուռը հավաքեց, հանգստացավ ու սկսեց Սալիա Ամալիայից խոսք քաշել, թե ինչն ինչոց է, եւ շուտով ամեն ինչ իմացավ։ Բայց ինչ հրամանատարուհի, որ չիմանար։ Առանց երկար մտածելու նա սլացավ Կաթխուլտ, որպեսզի իսկույն հետ բերի փախստականներին։ Այդ դեպքում ամեն ինչ լուռ ու մունջ կանցնի, թե չէ մեկ էլ տեսար Լյոնեբերգում կիմանան ու խայտարակությունից չես պրծնի։ Ինչ գեղեցիկ է Կաթխուլտ ագարակը լուսնյակ գիշերով։ Տանը միայն մի պատուհանում էր լույս վառվում։ Դա խոհանոցի պատուհանն էր, եւ այնքան պայծառ էր լուսավորված, ասես հազարավոր մոմեր էին վառվում։ Եվ հանկարծ, պատկերացնում ես, հրամանատարուհին ամաչեց։ Այո, նա չկարողացավ իրեն ստիպել տան դուռը բացել։
ու որոշեց նախ պատուհանից նայել, համոզվելու համար արդյոք իր խնամակալության տակ գտնվողները բոլորն են այնտեղ։ Իսկ պատուհանից նայելու համար պետք էր որևէ արկղի կամ գերանի վրա բարձրանալ։ Հրամանատարուհին մի հարմար բան գտնելու համար գնաց դեպի ցախատուն։ Եվ գիտես, իսկապես, այնտեղ մի բան գտավ, բայց դա ոչ արկղ էր, ոչ էլ գերան, այլ տնական երշիկ։ Անհասկանալի էր, բայց փաստ էր։ Լուսնի լույսի տակ, ցախատան մոտ, ձյան վրա հրամանատարուհին սրած փայտի վրա ամրացրած երշիկի փոքրիկ կտոր տեսավ։ Ճիշտ է, նա քաղցած չէր, այնքան պանրիկ արկանդակ էր կերել, որ էլ տեղ չուներ, բայց ով գիտե, գուցե շուտով նորից ուտելու ցանկություն ունենա։ Ուղղակի մեղք էր արհամարել այդքան զարմանալի հայտնագործությունը։ Եվ հրամանատարուհին ձյան մեջ խրվելով վճռականորեն գնաց դեպի երշիկի կտորը։ Եվ հանկարծ շրըմփ հնում Սմոլանդում այդպես գայլ էին որսում։ Հենց այն ժամանակ, երբ հրամանատարուհին թրմփաց գայլափոսը, կաթխուլ տագարակում ավարտվեց խնջույքը։ Հյուրերը ուրախ աղմուկով դուրս թափվեցին բակ ու սկսեցին տեղավորվել սահանակի մեջ, որպեսզի գնան տուն, անկելանոց։ Գայլափոսից ոչ մի ձայն չէր լսվում։ Հրամանատարուհին լուռ էր։ Նա որոշել էր մենակ, առանց որևէ մեկի օգնության դուրս գալ փոսից։ Ծերուկները քրքջալով կատաղի արագությամբ իջան բլրից ու հայտնվեցին ծերանոցի դռան առաջ։ Դուռը չգիտես ինչու բաց էր։ Նրանք հոգնածությունից ու շատ ուտելուց օրորվելով մի կերպ հասան իրենց անկողիններին ու պառկեցին։ Շատ տարիներ նրանք այդքան երջանիկ չէին եղել։ Իսկ Էմիլն ու Ալֆրեդը սահանակը քարշ տվեցին բլուրնի վեր դեպի Կաթխուլտ։ Լուսինն ու աստղերը լուսավորում էին բլրի զառիվեր լանջով բարձրացող ճանապարհը։ Էմիլն ու Ալֆրեդը քաշում էին սահնակը, իսկ փոքրիկ Իդան նստած էր սահնակում։ Նույնիսկ ամենաթեք տեղերում նրանք Իդային չէին իջեցնում։ Եթե դու ձմռան այդ լուսնյակ գիշերով անցնեիր Լյոննեբերգից Կաթխուլտ տանող ճանապարհով, կապշեիր տիրող ամայությունից ու անդորից, եւ քեզ կթվար, թե հիմա ամբողջ աշխարհը խոր ու հանգիստ քուն է մտել։ Դրա համար էլ անսպասելի ճիչը, չէ ինչ ճիչ, ոռնոցը ցնցեց ամբողջ շրջակայքը։ Էմիլն ու Ալֆրեդը անշտապ քաշում էին սահնակը, որի մեջ նստած էր քույրիկ Իդան, եւ արդեն շատ բարեհաջող բարձրացել էին վերջին բլրակը, երբ հնչեց արյունը երակներում սառեցնող այդ ոռնոցը։ Իդան քաթանի պես գունատվեց ու սկսեց կամացուկ կանչել մայրիկին։ Իսկ Էմիլը բոլորովին չվախեցավ։ Ընդհակառակը հրճվանքից սկսեց թռչկոտել։ Գայլ է, ուրախ բացականչեց նա։ Գայլափոսի մեջ գայլ է ընկել։ Վայ, ուր է իմ հրացիկը։ Որքան ավելի էին նրանք մոտենում փոսին, ոռնոցն այնքան ավելի սարսափելի էր դառնում։ Արձագանքն այդ վայրենի ձայներն ահագնացնում էր ու թվում էր ոչ թե մի գայլ, այլ քաղցած գիշատիչների մի ամբողջ ոհմակ է թափառում Կաթխուլտը շրջապատող անտառներում։ Ալֆրեդը լսեց ու ասաց. «Շատ տարօրինակ ոռնոց է, գայլերն այդպես չեն ոռնում»։ Էմիլը, Ալֆրեդը եւ Իդան պայծառ լուսնի լույսի տակ կանգնել էին բլրի գագաթին եւ լարված ականջ էին դնում։ «Օգնեցեք», որոշակիորեն լսեցին նրանք։ «Օգնեցեք»։ «Փոխակերպուկ է», ուրախությունից գլուխը կորցրած բղավեց Էմիլը։ «Մեր բախտը բանել է, փոսի մեջ փոխակերպուկ է ընկել»։ Ու նա ամբողջ թափով վազեց դեպի փոսը։ Այո, դա հենց փոխակերպուկ էր, որ կար։ Փոսի մեջ կծկված նստած էր չարացած հրամանատարուհին եւ անմարդկային ձայնով ոռնում էր։ Այստեղ արդեն Էմիլն իսկապես բարկացավ։ Այս գարշելի կինը ինչ իրավունք ունի իր գայլափոսի մեջ նստելու։ Ինչ է անում այնտեղ։ Չէ որ ինքը իսկական գայլ բռնելու հույս ուներ։ Բայց հետո մի քիչ անդարտվեց ու մտածեց. թերևս վատ չէ, որ հրամանատարուհին ընկեր է գայլափոսը։ Վաղուց ժամանակն է նրա հետ պարզ խոսելու, վախեցնելու եւ ստիպելու, որ ավելի բարի լինի։ Կարճ ասած, վերջապես առիթը ներկայացել էր մի լավ դաս տալու նրան։ «Հեյ, Ալֆրեդ, Իդա, այստեղ եկեք», կանչեց Էմիլը։ «Ուզում եք ամենադաժան գազանին տեսնել։ Ահ, տեսեք ինչ փրչոտն է»։ Եվ ահա նրանք երեքով կանգնել են գայլափոսի մոտ ու նայում են հրամանատարուհուն։ Գորշ բրդե շալի մեջ նա իսկապես նման էր հսկա գայլի։ «Էմիլ, այ Էմիլ», կամացուկ կանչեց քույրիկ Իդան։ «Նա իսկապես փոխակերպուկ է»։ «Փոխակերպուկ է որ կա», ասաց Էմիլը։ «Պառավ, չար գայլ փոխակերպուկ։ Դրանք ամենաչար ու արյունախում գայլերն են»։ «Ճիշտ է», շարունակեց Ալֆրեդը, «ոչ միայն ամենաչար, այլև ամենաագահ գայլերն են»։ «Մի սրան նայեք», ասաց Էմիլը։ «Ինչ կերած խմացն է, ինչքան լափել ես բավական է։ Ալֆրեդ, մի այստեղ բեր իմ հրացիկը»։ «Ինչ ես ասում, սիրելի Էմիլ», տհաճ ձայնով ճչաց հրամանատարուհին։ «Միթե դու ինձ չես ճանաչում»։
Նա մահուչափ վախեցավ, երբ Էմիլը խոսեց հրացիկի մասին։ Ախր չգիտեր, որ դա խաղալիք հրացան էր, որ Ալֆրեդն էր սարքել Էմիլի համար։ Ալֆրեդ, գուցե դու ես հասկանում փոխակերպուկների լեզուն։ Ես չեմ հասկանում։ Ալֆրեդը գլուխն օրորեց։ Ես էլ չեմ հասկանում։ Վերջին հաշվով մեզ ինչ թե նա ինչ է բլբլացնում, բացականչեց Էմիլը։ Ավելի լավ է գնա բեր իմ հրացիկը։ Այստեղ հրամանատարուհին նորից գոռաց. «Այդ ես եմ, ինչ է դուք չեք տեսնում, որ ես եմ»։ Ոչինչ չեմ հասկանում։ Գուցե նա հարցնում է իր մորաքրոջը չենք տեսել։ Մորաքրոջդ չենք տեսել, ասաց Ալֆրեդը։ Ճիշտ է ասում, համաձայնեց Էմիլը։ Մորաքրոջ աղջկան էլ չենք տեսել։ Գիտես ինչ, եթե մորաքրոջն ու աղջկան էլ տեսնեինք, մեր գայլափոսը բերնեբերան լցված կլիներ փոխակերպուկներով։ Տուր հրացիկս, Ալֆրեդ, շուտ արա հրացիկս բեր։ Հրամանատարուհին զռռաց. «Դուք չար եք, դուք խիղճ չունեք», ճչաց նա։ Ես սկսեցի հասկանալ նրան, ասաց Էմիլը։ Նա ասում է, որ խոզի երշիկ շատ է սիրում։ Իսկ ով չի սիրում, բացականչեց Ալֆրեդը։ Միայն թե որտեղից ճարենք։ Ոչ մի տեղից, ոչ միայն մեր տանը, այլև ամբողջ Սմոլանդում մի կտոր երշիկ չես ճարի հիմա, շարունակեց Էմիլը։ Հրամանատարուհին եղած չեղածը լափել է։ Հրամանատարուհին բարձր ձայնով լաց էր լինում։ Նա հասկացավ, որ Էմիլն արդեն շատ լավ գիտի, թե ինքը ինչպես է վարվել Ստուլլեյոքեի ու մյուս աղքատների հետ։ Նա այնպես դառնորեն էր լաց լինում, որ մի պահ Էմիլը նույնիսկ խղճաց նրան։ Էմիլը շատ բարի տղա էր, բայց հասկանում էր, որ գործն այդպես ավարտել չի կարելի, այլապես աղքատների ու անկելանոցի համար ոչինչ անել չեն կարող։ Ու ասաց. «Ալֆրեդ, մի լավ նայիր, քեզ չի թվում, որ այս փոխակերպուկը նման է անկելանոցի հրամանատարուհուն»։ Մի քիչ նմանություն տալիս է, համաձայնեց Ալֆրեդը, բայց դե հրամանատարուհին ավելի վատն է, քան Սմոլանդի բոլոր գարշելի փոխակերպուկները միասին վերցրած։ Հա, բացականչեց Էմիլը։ Բոլոր փոխակերպուկները նրա հետ համեմատած անմեղ գառներ են, բայց նրանից ագահ էլի միայն ինքն է։ Կմեռնի համա ոչ մեկին մի փշրանք էլ չի տա։ Բայց եւ այնպես հետաքրքիր է, ձեղնահարկի պահարանից ով էր երշիկի կտորը գողացել։ Ես, ոռնաց հրամանատարուհին, ես եմ գողացել։ Ինձ դուրս հանեք այստեղից, ես ամեն ինչ կխոստովանեմ։ Էմիլն ու Ալֆրեդը ուրախ իրար նայեցին։ Լսիր, Ալֆրեդ, դու հո չես կուրացել, հարցրեց Էմիլը։ Միթե չես տեսնում, որ սա ոչ թե փոխակերպուկ է, այլ ամենաիսկական հրամանատարուհին։ Հա, ճիշտ ես ասում։ Ալֆրեդը նույնիսկ ձեռքերն իրար զարկեց։ Գրողը տանի ինչպես է որ չճանաչեցինք։ Գլուխս չի մտնում, շարունակեց Էմիլը։ Բայց նրանք երկու կաթիլ ջրի պես նման են իրար։ Միայն թե հրամանատարուհին գորշ շալ ունի, իսկ փոխակերպուկը ոչ։ Ճիշտ չէ։ Ճիշտ է, համաձայնեց Ալֆրեդը։ Փոխակերպուկները շալ չեն գցում։ Փոխարենը վագրի նման բեղավոր են։ Վերջացրու, Ալֆրեդ, կշտամբանքով ասաց Էմիլը։ Հրամանատարուհու հետ քաղաքավարի եղիր։ Գնանք, սանդուղք կբերենք։ Նրանք սանդուղքը իջեցրին գայլափոսը։ Հրամանատարուհին լաց լինելով վեր մագլցեց ու խելագարի նման այնպես փախավ կաթխուլտից, որ միայն կրունկներն էին փայլում։ Նա այլևս այս ագարակը ոտք չի դնի։ Բարձրանալով բլրակը նա շրջվեց ու գոռաց. «Ես եմ վերցրել այդ գարշելի երշիկը, ես, Աստված թողների ինձ, բայց հետո մոռացել էի, երթվում եմ մոռացել էի»։ Այ տեսակ, ի պատասխան բղավեց Էմիլը, մոռացկոտներին օգտակար է գայլափոսի մեջ նստելը։ Հիշողությունն իսկույն վերականգնվում է։ Շատ խելոք բան է գայլափոս փորելը։ Հրամանատարուհին մինչև անկելանոց ընկած ճանապարհը առանց կանգ առնելու վազեց։ Տուն մտնելով ոչ մի կերպ չէր կարողանում շունչը տեղը բերել։ Նրա բոլոր խնամակալներն արդեն քնած էին իրենց խղճուկ մահճակալներում։ Եվ հրամանատարուհին ամեն ինչից առավել ուզում էր, որ նրանք հանկարծ հիմա չարթնանան։ Դրա համար էլ սենյակ մտավ ոտքերի թաթերի վրա, գաղտագողի։ Նա ամբողջ կյանքում այդքան անաղմուկ չէր քայլել։ Բոլոր ծերուկներն ու պառավները ողջ էին ու անվնաս։ Հրամանատարուհին համենայն դեպս նրանց հաշվեց։ Այո, բոլորն իրենց տեղում են։ Բայց այդ ժամանակ նրա աչքն ընկավ Ամալիայի մահճակալի կողքի սեղանին ու սիրտը մարեց։ Սարսափելի էր։ Կասկած լինել չէր կարող, ուրվական էր, չնայած որ շատ նման էր խոճկորի։ Ախ, ինչ սարսափելի տեսք ուներ լուսնի լույսի տակ։ Մի երեկոյի ընթացքում այդքան ապրումներ ունենալը հրամանատարուհու ուժերից վեր էր։ Նա խոր հոգոց հանեց ու հնձվածի պես շրմփաց հատակին։ Այդպես անգիտակից կյանքի ոչ մի նշան ցույց չտալով նա պառկած մնաց այնքան ժամանակ, մինչև արևը դուրս եկավ եւ ծերերի ու աղքատների տան պատուհանից ներս նայեց։ Այդ օրը Կաթխուլ տագարակում սպասում էին ազգականներին։ Նրանք հյուր էին գալու Ինգատորպ ագարակից, բայց ինչպես կարող էին Սվենսոնները հյուր ընդունել այն խնջույքից հետո, որ Էմիլն էր կազմակերպել անկելանոցի պառավների ու ծերուկների համար։ Տանը հացի փշուր անգամ չկար։
Ասենք խոզի միսը կարտոֆիլի հետ, այն էլ սոխի սոուսով առանց ամաչելու կարելի էր մատուցել նույնիսկ թագավորին, բայց հյուրերի մեկնելուց հետո մայրիկն իր նվիրական կապույտ տետրում գրեց. Խեղճ երեխան ամբողջ օրը նստեց ցախատանը։ Նա իհարկե շատ բարի է, բայց գուցե այնուամենայնիվ ծալը մի քիչ պակաս է։ Այդ թերթը լրիվ բծերով էր ծածկված, ասես նրա վրա արցունքի կաթիլներ էին ընկել։ Եվ այսպես կաթխուլ տագարակի կյանքը սովորականի նման էր ընթանում։ Ձմեռն անցավ, գարունը եկավ։ Ինչպես միշտ Էմիլը հաճախ էր նստում ցախատանը, իսկ մնացած ժամանակ խաղում էր քույրիկ Իդայի հետ, զբոսնում էր Լուկասին հեծած, կաթ էր տանում քաղաք, զրուցում Ալֆրեդի հետ ու առավոտից երեկո անկարգություններ անում։ Նա այնպիսի հաջողությունների հասավ այդ գործում, որ արդեն մայիսին ցախատան դարակի վրա 125 ծիծաղելի մարդուկներ էին շարված։ Ալֆրեդն անկարգություն չէր անում, բայց կյանքի իր դժվարություններն ուներ։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում վճռական խոսակցություն ունենալ Լինայի հետ ու հաստատակամորեն հայտարարել, որ միտք չունի նրան կնության առնելու։ Ինչպես երևում է, ես ստիպված եմ լինելու քեզ օգնել, մի անգամ ասաց Էմիլը, բայց Ալֆրեդն այդ մասին լսել անգամ չէր ուզում։ Դա պետք է շատ զգուշ անել, պատասխանեց նա, որ հանկարծ Լինան չնեղանա։ Ալֆրեդն այն մարդկանցից էր, որ մրջուն էլ չէր տրորի։ Դրա համար էլ միջոց էր փնտրում քաղաքավարությամբ Լինային հայտնելու հոգու վրա ծանրացածը։ Բայց մայիսի սկզբին մի երկուշաբթի երեկո, երբ Լինան սովորականի պես բակի դռանը նստած նրան էր սպասում, որոշեց, որ վրա է հասել բացատրության պահը։ Նա իր խցի պատուհանից դուրս նայեց ու բարձր կանչեց. «Հեյ, Լինա, ես վաղուց եմ ուզում քեզ մի բան ասել»։ Լինան շփոթված ծիծաղեց։ Նա մտածեց, թե Ալֆրեդը վերջապես համարձակություն է ձեռք բերել եւ հիմա կասի այն բառերը, որոնց ինքն այդքան երկար սպասում էր։ «Ինչ, սիրելի Ալֆրեդ», քնքուշ ձայնով հարցրեց Լինան։ «Ինչ ես ուզում ինձ ասել»։ «Ես ու դու այստեղ փսակվելու մասին ենք խոսել։ Լսում ես, չէ՞։ Հա, ուրեմն այսպես։ Ես թքած ունեմ այդ գործի վրա բարձր ծառից»։ Այո, խեղճ Ալֆրեդը հենց այդպես էլ ասաց Լինային։ Եվ սարսափելի է, որ ես ստիպված եմ կրկնել այդ խոսքերը։ Բոլորովին չեմ ուզում քեզ կոպիտ արտահայտություններ սովորեցնել, առանց իմ սովորեցնելու էլ բավականաչափ գիտես։ Բայց դու պիտի նկատի ունենաս, որ Ալֆրեդը ընդամենը մի Լյոնեբերգցի անգրագետ տղա էր, եւ նրանից պետք չէ շատ բան սպասել։ Նա երկար մտածեց եւ ավելի քաղաքավարի ու հարգալից ձև գտնել չկարողացավ։ Եվ վերջ։ Բայց պարզվեց, որ Լինան բոլորովին էլ չի վիրավորվել։ «Վայ իմ խեղճ տղա, դու թքել ես ուզում», ասաց նա։ «Ուրեմն բարձրացիր ծառի վրա»։ Եվ այդ ժամանակ Ալֆրեդը շատ պարզ հասկացավ, որ ինքը երբեք չի կարողանա Լինայից ազատվել։ Բայց այդ երեկո նա ուզում էր անպայման ազատ ու երջանիկ լինել։ Դրա համար էլ Էմիլի հետ գնաց լճակ պերկեսներ որսալու։ Հրաշալի երեկո էր, ինչպիսին միայն Սմոլանդում է լինում գարնանը։ Ծաղկում էր թխենին, երգում էին կեռնեխները, բզբզում էին մոծակները, իսկ պերկեսները հիանալի էին բռնվում։ Էմիլն ու Ալֆրեդը կողք կողքի նստած նայում էին նրանց լողակներին, որոնք ճոճվում էին ջրի փայլատակող հարթության վրա։ Նրանք համարյա չէին խոսում, այնքան լավ էին զգում իրենց։ Այդպես կարթը ձեռքներին նստած էին մինչև մայրամուտ, իսկ դա նշանակում էր մինչև առավոտ, որովհետև սպիտակ գիշերների ժամանակն էր ու մայրամուտից հետո անմիջապես սկսվում էր առավոտը։ Հետո նրանք տուն վերադարձան։ Ալֆրեդը դույլով տանում էր բռնած ձկները, իսկ Էմիլը փչում էր իր շվին, որ Ալֆրեդն էր պատրաստել եղեգից։ Նրանք քայլում էին մարգագետնով, կածանն անցնում էր արդեն նուրբ կանաչ տերևներ հագած կեչիների միջով։ Էմիլն այնքան ուժեղ էր փչում իր շվին, որ քնած կեռնեխները թռչկոտում էին ճյուղերի վրա։ Հանկարծ նա լռեց ու շվին հանեց բերանից։ «Գիտես վաղն ինչ եմ անելու», հարցրեց նա։ «Կաչկա մի բան արդեն մտածել ես, հա», ասաց Ալֆրեդը։ Էմիլը շվին նորից դրեց շուրթերին եւ ավելի ականջ ծակող ձայնով սուլեց։ Նա քայլում էր սուլում ու լարված ինչ-որ բան էր մտածում։ «Ես ինքս էլ չգիտեմ», հանկարծ ասաց նա։ «Ես երբեք նախորոք չգիտեմ, թե հետո ինչ եմ անելու»։ «Դու արդեն համոզվեցիր, որ ամբողջ Լյոնեբերգում, ոչ, ամբողջ Սմոլանդում, ոչ, թերևս ամբողջ Շվեդիայում, ով գիտի, գուցե նաև ամբողջ աշխարհում այդպիսի երեխա չկար, որ Էմիլից ավելի չարաճճի ու անկարգ լիներ։ Ճիշտ է, նա մեծանալուց հետո դու այդ մասին էլ գիտես, դարձավ գյուղական վարչության նախագահ։ Աշխարհում հրաշքներ լինում են, չէ՞, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում։ Բայց եւ այնպես ազնիվ խոսք նա գյուղական վարչության նախագահը եւ Լյոնեբերգի ամենահարգված մարդը դարձավ։ Այս դեպքից հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ նույնիսկ ամենաանհուսալի տղաները ժամանակի ընթացքում կարող են հիանալի մարդիկ դառնալ։ Հետաքրքիր է, չէ՞, այդպես մտածել։ Դու իհարկե կհամաձայնես ինձ հետ, որովհետև երևի դու էլ պակաս չարաճճին չես, ճիշտ է։ Միթե ես սխալվում եմ։
Էմիլի մայրիկի մոտ, որ կապույտ դպրոցական տետրակներում գրի էր առնում նրա բոլոր չարությունները, շուտով այնքան տետրեր հավաքվեցին, որ սեղանի դարակն արդեն բացել չէր լինում։ Տետրերից շատերը ճմրթվեցին ու պատրտվեցին, բայց բոլորն էլ մինչև այսօր կան, բացի այն 3-ից, որոնք Էմիլը փորձեց տալ ուսուցչուհուն։ Բայց քանի որ ուսուցչուհին կտրականապես հրաժարվեց վերցնել, Էմիլն այդ տետրերը պատրեց, թղթերից նավակներ պատրաստեց ու իր նավատորմը բաց թողեց արվակում, եւ այլևս դրանք ոչ ոք երբեք չի տեսել։ Իսկ ուսուցչուհին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու պիտի Էմիլից ինչ-որ ճմրթված տետրակներ վերցնի։ «Իմ ինչին եմ պետք, բացատրիր», հարցուփորձ էր անում նա։ «Որպեսզի սովորեցնեք երեխաներին ինձ չնմանվեն», առանց երկար մտածելու պատասխանեց Էմիլը։ Այո, Էմիլը շատ լավ էր հասկանում, թե ինչ վատ տղա է ինքը։ Իսկ եթե երբևէ մոռանում էր, ապա Լինան երբեք առիթը բաց չէր թողնում նրան հիշեցնելու։ Լինան գտնում էր, որ ավելի լավ է հեռու մնալ Էմիլից, եւ երբ կեսօրին գնում էր կովերին կթելու, միայն քույրիկ Իդային էր տանում իր հետ, որն այնտեղ գետնամորի էր հավաքում ու հասած հատապտուղները շարում երկար խոտերի վրա։ Երբ Իդան տուն վերադառնալիս հետը 5 խոտ էր բերում, Էմիլը խաբխբելով նրա ձեռքից միայն 2-ն էր վերցնում, բայց կարող էր չէ 5-ն էլ վերցնել։ Մտքովդ չանցնի, թե Էմիլը մեծ ցանկություն ուներ Լինայի ու Իդայի հետ կովերի արոտավայրը գնալ։ Չէ, միթե դա տղային վայել զբաղմունք էր։ Նա արագ վերցնում էր իր կեպիկն ու հրացիկը եւ ամբողջ ուժով սլանում այն մարգագետինը, որտեղ ձիերն էին արածում։ Հենց ընթացքից ցատկում էր Լուկասի մեջքին եւ այնպես կատաղի էր արշավում թփերի միջով, որ խոտերը ինչպես ուժեղ քամուց կրանում էին։ Նա խաղում էր Սմոլանցի հուսարները հարձակման են անցել։ Նա այդպիսի նկար էր տեսել մի ամսագրում ու շատ լավ գիտեր, թե ինչպես պետք է խաղալ։ Ինչպես գիտես, Լուկասը, կեպիկն ու հրացիկը Էմիլի համար աշխարհում ամենաթանկ բաներն էին։ Թե ինչպես նա Վիմմերբյուի տոնավաճառում ձեռք բերեց Լուկասին, դու իհարկե հիշում ես։ Իսկ հրացիկը Ալֆրեդը պատրաստեց, որովհետև շատ էր սիրում նրան։ Բայց Էմիլը ինքն էլ կարող էր այդպիսի հրացան պատրաստել։ Ով, բայց Էմիլը կարողանում էր փայտից ամենատարբեր առարկաներ պատրաստել։ Նա այդ գործով շատ ավելի հաճախ էր զբաղվում, քան ինքը կուզենար։ Բայց դա հասկանալի էր։ Հապա փորձիր այդքան հաճախ ցախատանը նստել։ Դու էլ ձանձրույթից չմեռնելու համար կսկսես փայտից զանազան ծիծաղելի մարդուկներ պատրաստել։ Մի խոսքով, տարվա ընթացքում նրա դարակի վրա ոչ ավել, ոչ պակաս 365 փայտե մարդուկներ կուտակվեցին, ճիշտ այնքան, որքան օր ունի տարին։ Իսկ դա նշանակում է, որ նա կլոր տարին չարություն ու անկարգություն է արել, առանց դադարի ու ժամկետի, թե ձմռանը, թե ամռանը, թե աշնանը, թե գարնանը։ Իսկ ես հերթով կարդացել եմ նրա մայրիկի գրած բոլոր տետրերը եւ ճշտորեն կարող եմ ասել, թե նա ինչով է զբաղվել այս կամ այն օրը։ Ու երբ ես պատմեմ այդ ամենի մասին, կհամոզվես, որ Էմիլը միայն հիմարություններ ու անկարգություններ չի արել։ Եվ քանի որ սկսել եմ Էմիլի մասին պատմել, պետք է ազնիվ լինելու ասել ամեն ինչի մասին։ Նրա լավ արարքների մասին եւս, եւ ոչ թե միայն սարսափելի անկարգությունների։ Խոսքը մեր մեջ այդ անկարգություններն այնքան էլ սարսափելի չէին, իսկ հաճախ էլ բոլորովին անմեղ էին։ Ճիշտ է, նոյեմբերի 3-ին կատարվածն ուղղակի դժվար է երևակայել, բայց ոչ, չփորձեք համոզել, որ պատմեմ, թե ինչ է արել նոյեմբերի 3-ին։ Միևնույն է, չեմ պատմի, որովհետև նրա մայրիկին խոստացել եմ։ Ոչ մեկին, ոչ մի խոսք։ Արի ավելի լավ է սկսենք այն օրվանից, երբ Էմիլն իրեն շատ լավ էր պահում։ Չնայած հայրիկն այդ մասին բոլորովին այլ կարծիքի էր։ Դու կհարցնես, թե այդ ինչ օր է, իսկ դա եղել է հունիսի 12-ին շաբաթ օրը, երբ Էմիլը մի քանի անհեթեթ, բայց ինչպես հետո պարզվեց, հաջող գործարքներ արեց Բաքխորվայի աճուրդում։ Եթե հավանեցիր, բաժանորդագրվիր ու սեղմիր զանգակը,